ես եմ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Ստացվեց Դուք իմանաս, որ գորեստունը վարվեց Հա, բայն էլ մահացել էր Էդ ես եմ եղել Ես եմ Ստեփանի տովում փրկել տնից հանել Մորը չհասցրեց Հայ ապրես Այս ուրիշ բան Ապրես Բա հիմա ինչ ես անելու։ Եթե ինքը ինձ հասկացած լինի, որ տեղը հանգիստ ծտրվի, ես էլ ոչ մի բան չեմ անել։ Ինձ ավելորդ գլխացավանք պետք չի։ Չգիտեմ, Կարեն, չգիտեմ։ Չեմ պատկերացնում ոնց sense բան կարայի անել։ Չո։ Էդ ինչի։ Սաղ կյանքդ չեսնի ապրել ես, հիմա էլ, հա։ Արտուրն ուրիշ բան էր։ Դու էլ լավ գիտես, որ իր հետ հեշտ չէր այդքան։ Ինչքան այս գործում մենք ենք մեղավոր, երկու այդքան էլ ինքն է մեղավոր, բայց Տիկոն։ Տիկոն ինչ։ Տիկոն իր հոր տղեն է։ Ոնց էլ չլինի հորից խոնավություն քաշած կլինի։ Տեսար ինչ արեց։ Տունը բաժար տվեց արա։ Դու ջոգիր։ Ու այդ 20 տարեկանում։ Բա հիմա դա ինչերի անտունակ հիմա։ Լուղեղը տաբարոտ արա, է։ Բա այդ դրա սաղ դատվածությունները։ Դու գիտես ինչ, հենց են տարել փագել, հա։ Հենց որ մի մտածի, որ դա տենց անմեղա, մենք էլ տենց հիմա ուզում ենք սարքենք գլխին։ Բա հիմա ինչ սպասենք։ Բա որ հիմա էլ Ինչ հիմա էլ։ Ոչ մի բան էլ չի հասցնի։ Մենք արդեն երկու քայլ առաջ ենք իրանից։ Արժեր ասել, որ Ստեփանը մեղավոր չի։ Եթե չպատմեիր, չէր վստահի քեզ։ Էդ իմացի։ Բա որ գորին պատմի։ Լսի Վահան, հերիքա արա, հերիքա դու վախենաս ամեն ինչից, ինչ շարժվում է ու շնչում է, հերիքա, այստեղս ես հասցրել արդեն։ Բայց եթե ուզում ես կարաս գնաս երկրից։ Հա, ես քեզ լուրջ եմ ասում։ Ինձ հեչ պետք չի, որ դու ստես։ Խանգարում ես ինձ։ Արմեն։ Քշի տուն։ Քշի գնանք տուն։ Տիկ, ոնց ես։
Մաման բարգել է։ Հա, իրան լավ չէր զգում։ Ինչ է։ Դե սիրտ է էլի։ Գնա տեսնեմ ով քնած չի։ Չէ, քնած է։ Նոր է իր սենյակում։ Դիք ինչ-որ բան է եղել։ Գնել ես ինձ հատատ, Ինչի համար։ որ կյանքդ այդքան բարդացրեցի։ Բոլորիս կյանքն էլ բարդ է, տիկ։ Համել հո ամեն ինչի մեջ չի, որ քո մեղավորությունը կա։ Այսքան մի նեղվի։ Էլ ոչ մի բան չեն կարա, չէ՞ մեկը փոխենք։ Տիկ ինչի ես սենց վիճակում, հա։ Խարտատ, դու ինձ պետք է չներեիր, պետք է այսքան հասկացող չլինեիր, ես արժանը չեմ ոչ մեկի ներման։ Տիկ, բոլորն էլ արժանի են, եթե զղջում են արածի համար։ Սով էի, որ ինչ-որ մեկին պատեժ էի, մեն էլ անմեղ մարդու կյանքի աշվի։ Ինձ ներում չկա դա։ Ամեն ինչ լավ կլինի, Տիկ։ Մենք միասին կհաղթահարենք ամեն ինչ։ Տիկ, ես քեզ չեմ մեղադրում։ Քեզ մի հարց կարելի է տալ։ Լսում եմ։ Իսկ դու այս տարիների ընթացքում ամուսնացած եղել ես։ Դե քո կյանքում ինչ-որ մեկ եղել է, այլ չեմ ասում։ Իհարկե եղել է, հիմա հարց։ Իսկ քեզ համար միևնույն չի։ Դե պետք է որ միևնույն լինի։ Բայց հետաքրքիր է։ Փաստորեն հետաքրքրես ես։ Ինչա կատարվում քեզ հետ, Ալինա։ Ուշքի արի։ Մի մոռացի ինչի համար ես այստեղ։
Լավ կլինի մի քիչ հանգստանաս։ Ես արդեն ինձ լավ եմ զգում։ Բարի գիշեր։ Կարեն, ես ինչ ես անում։ Ինչ ես անում, Կարեն։ Քանի անգամ ասեմ։ Լավ, հանգստացի մի հատ, ինչ ես մի հատ աման լվացողի համար սենց պատմություն սարքում, հանգստացի։ Այս աման լվացողի մերեխու մենն է։ Հասկացար իմա։ Մենն է։ Գնել, բայց դու խանդում ես։ Դու խանդում ես։ Լավ էլի Կարեն, չես խոսում։ Լավ էլ պաշտպանում էիր։ Դա նենց ուղակի խանդել չէր։ Նենց էիր կատաղել տնաշեն։ Ես էլ վախեցա։ Ես քեզ երբ եմ տենց այդ վիճակում տեսել։ Ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան։ Ալինան նույն դավաճան կինն է։ Ու մեզ կանտարի ատել եմ։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք, տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Վայլուս, բանը չկա։ Մի հատ կասես երկար եմ մնալու եստեղ։ Չէ, երևի չէ։ Ապա մի հատ ասա տենամ ինչ է էլի կատարվում։ Ինչի համար եմ ես տե մնացել, չգիտեմ իմաստուն է ինձ տե մնալը, գոր։ Դրա համար եմ եկել, լուրջ խոսալու բան կա։ Հասա, դրա ինչ կա։ Նայ, կարողա պետք լինի մի քանի օր ստե մնաս։ Դաժի եթե ես չգամ։ Պես դու ինչի պետք է չգաս։ Կարող եմ մի քանի օրով քաղաքից գնամ։ Ինչի։ Գործեր կան, չեմ կարող ասեմ։ Ուղղակի պետք է ապահով տեղում մնաս, ստեղ քեզ չեն գտնի։ Վարոս ես։ Ես դու գործի չես։ Գործի եմ մի քիչ հետո կգնամ, եկել եմ բան ասեմ։ Բան է եղել։ Կարոն էր եկել։ Գնացի տուն արդեն տանում էր։ Հետո ինչ էր ասում։ Ասում էր մտածենք, որովհետև այսօր ամեն ինչ փոխվելու է։ Ինչն է փոխվելու։ Գոր ինչը պետք է փոխվի։ Չգիտեմ։ Ասում էր մտածենք։ Ինքը պատրաստում ես հին ձևերով գործի ընդունի։ Դրա ախորժակին նայ է։ Եվ ճիշտ ասենք, այդ վիդեոներով քեզ վախեցնում, հա։ Նատասնը հասկանամ ինչ է կատարվում, էլի ընդհանրապես։ Չէ, մեր այդ վիդեոները կապ չունեն։ Ոչ մի բան էլ չի կատարվում։ Ուղղակի դու ասածներս կանես, եղավ։ Զգուշ կլինեք։ Թումով, չես թողում ստեղից դուրս գա։ Չի դու ուր ես գնում։ Այդ էլ իրա գնալը, կարոյի ասածները, սաղ իրար կպնում է։ Ուր ուզում ես գնայս, քո հետ գալու եմ, գոր, ու վսյո։ Մեր դու ոչ մի տեղ էլ չես գալիս։ Այս կարոյի հետ վաբշե կապ չունի։ Օֆիսի հետ է կապված, ներքին գործեր են։ Հանգիստ մնում ես տեղը, պարզա։ Պարզա մե։ Հա, պարզ։ Դե լավ, զգուշ կլինեք տղեք։ Ես հիմա գնում եմ օֆիս, բան պետք կլինի կզանգեք։
դու հավատացիր։ Ոչ մի բառն էլ չհավատացի։ Հաստատ կարող է դեր կապված։ Հաստատ դա մի բան չի։ Ման դու տենց էլ մոռացար, հա, մատանեի մասին։ Այսօր դուրս կգամ։ Ինչ մատան է, որ։ Արսենն ու Մայան որոշել են նշանվել։ Յա։ Իրոք։ Լավ։ Պետքան, հա։ Լսի, այդ բանի մերը, Մայայի, մերել է, չէ՞։ Հա։ Վստահ ես։ Կարեն։ Այն, ամեն ինչ էլ կարա լինի։ Լավ է, որ նենետ հետ չստացվեց։ Կարեն, ինչ ես խոսում։ Այդ ծավոտան եմ։ Հիմա այս մարդը երկու զոքան չեր ունենալու։ Ոնց պտի լիներ սրա ճարա։ Ինչ է խոսում։ Այնց որ մի բան գիտեմ, որ ասում եմ։ Հավատա ինձ։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում իմանամ, թե ոնց է երկու այդ զոնքաճ ունենալու։ Ես կարամ բացատրեմ։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Վերջ, Կարեն, վերջ։ Ո՞ն ես Ալինան։ Վերջ ասում եմ։ Նենեթի մայրը մահացել է, ու այդ կատականելու թեմա չի։ Ես գնում եմ օֆիս։ Ես դում եմ այդ մատանեի հարցը այսօր լուծի։ Ես ժամանակ չեմ ունենում։ Ժամանակ չես ունենում, թե ցանկություն։ Մատանեմ հենց առնես կզանգես։ Իզուր չթողեց իր պատմեմ այդ Ալինայի հետ կապված։ Արդեն պատկերացնում եմ ինչ ես պատմելու։ Ասելու ես գնելի հետ է կապված Ալինան։ Աբսուրդ բան ես ասելու։ Արդեն չեմ հավատում։ Ինչի՞ չես հավատում, որ։ Որովհետև գնելն այդ մարդը չի։ Ոնց կարող գնելը կապվի տան աշխատողի հետ։ Չկա տենց բան։ Իսկ եթե ես ասեմ, որ Ալինան նենետի մերն է, դրան ինչ կասես։ Վերջ դուր, հա կար։ Ես լուրջ եմ խոսում։ Գնելի առաջի կնիկը չի մեռը։ Ես նենեթի հետ մի անգամ գնացել եմ մոր գերեզմանին։ Անկա բաներ ես ասում։ Լսի, այդ ուղղակի տապանակար է եղել։ Կարելի ասել դա Ալինայի մահվան փորձն է եղել, որին Ալինան չի ներկայացել։ Այս քեզ լուրջ եմ ասում։ Երեք եմ իմացել, բայց նենետը ոչ մի բան չգիտի։ Այ, այդ ոնց, Կարեն, չեմ հասկանում ինչ ես ասում, Ագնեսը գիտի։ Բոլորը գիտեն, բացի նենետից։ Դու որտեղից գիտես։ Գնելը պատմեց։ Տենց գաղտնիքը գնելը քեզ պատմեց, այդ ինչի։ Հա դե, խոսում էինք պատմեցել։ Ինչ ես կարդում։
Գիրք, չի։ Դու ասելիք տաս։ Չէ, այդպես ինչ-որ հատուկ բան չի եղել։ Ասելիքը տաս։ Պապ, ուղղակի երեք գոռը երկար մնաց մեր տանը։ Չէիք խոսում։ Չէ, ուղղակի ասաց, որ մի քանի օրով քաղաքից գնալու է, մտածեցի կարող է քեզ ասած լինի ուրա գնալու։ Չէ, չասեց։ Գործեր ունի ինչ-որ։ Բարդ է։ Տարօրինակ չի։ Որ գործեր ունի։ Չէ, որ մեզ չի ասում, թե ուրա գնում։ Տարօրինակ։ Բայց եթե չի ասել, նշանակում է մեզ չի վերաբերվում։ Երևի։ Պապ, ուղղակի մի քանի օրից գոռի ծնունդն է։ Ես ու նենեթը որոշել ենք ինչ-որ բան կազմակերպեինք, անակնկալ, որ մի քիչ ցրվի, ուրախանա, բայց ոնց հասկացա, ինքը կարող է իր ծննդյան օրը այստեղ էլ չլինի։ Լավ բան եք մտածել։ Հուսանք այստեղ կլինի։ Հուսանք։ Ալո։ Արամ ջան։ Բարև, լավ եմ, դու ոնց ես։ Ես եմ կորել, դու ես կորել։ Ես էլ ձեզ եմ շատ կարոտել։ Լավ, դե կզանգեմ, բայց այնպես, որ բոլորդ հավաքվեք, բոլորդ միանգամից տեսնեմ, լավ։ Լավ։ Դե լավ։ Ով էր, ինչ արամ։ Դասակերս էր, պապ, Մոսկվայից։ Պատկերացնում ես ամբողջ դասանում ընդամենը 2 հայ կար, ես ու ինքը, դե պատկերացրու ոնց էինք մտերմացել։ Ինչի համար էր զանգել։ Ուղղակի, պապ։ Կամ ինչ նշանակում կորել ես, կարոտել եմ, դու էլ իրան ես կարոտել։ Հայերեն հասկանում, հա։ Մյուս անգամ որ կզանգի, հեռախոսը ինձ կտաս։ Ինչի համար։ Ես իրան կասեմ ինչի համար։ Սրան տես, դասընկերս, կարոտել եմ, դու էլ իրան ես կարոտել, մենակ էտ էր պակաս ավակին։ Չէ, մի բանում մաման հաստատ ճիշտ էր։ Անհնար է պապայի հետ ապրել ու սեփական կյանք ունենալ։ Հա, Ագնես։ Նենետ օֆիսում ես։ Չէ, մի կես ժամից կգամ։ Հիմա մամայի գերեզմանին եմ եկել։ Գերեզման։ Հա, Ագնես, ինչի զարմացար։ Չէ, չեմ զարմանում, նորմալ է։ Ուղղակի որ հասնես օֆիս մի հատ ինձ զանգի, մի բան պիտի խնդրեմ նայես, ես չեմ գալու այսօր։ Լավ։ Բարի օր։ Ուշացա։ Ավելի լավ։ Հանգիստ նախաճաշեցինք։ Ուրախ եմ քեզ համար։ Քեզ ինչքան մնաց, Ալինա, մի 2 ամիս։ Օրերն ես հաշվում։ Ինչի կարծում ես կարիք չկա։ Ժամկետները մեկ-մեկ փոփոխվում են։ Գիտես, հույսը վատ ուղեկից չի, ինչպես ասում են։ Ես քեզ համար այսօր մի լավություն էլ կանեմ, շուտ կգնամ ու դու մի լավ շունչ կքաշես։ Լավ, լավ։
ոսորդի ամեն ինչ վերցրեցի։ Պատրաստ եք։ Հա, ոնց եմ հոգնել ես ես իրեր հավաքելուց Վահան։ Հազիվ տեղավորվել էինք է։ Գիտեմ։ Ուղղակի ես ամեն ինչը ձեր ապահովության համար եմ անում, Սոնա։ Դու էլ մեզ հետ արի էլի։ Չէ, չեմ կարա։ Բայց խոսք եմ տալիս, մի շաբաթ հետո կգամ։ Հիմա գնա Նարեկին կանչի, հա։ Ահա որ անտրամադիր է։ Ոչինչ, կհասկանա, կհարմարվի։ Վահան, Նարեկը ներսում չի։ Ոնց ներսում չի։ Դա ուր է։ Չգիտեմ ուրա, չեմ տեսել, չեմ նկատել երբ հա դուրս եկել։ Դուրս չի եկել, Սոնա, փախել է։ Ոյ Աստված իմ։ Հա։ Չի պատասխանում։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ինչ պիտի անենք, քեզ կուղարկեմ, հետո կգտնեմ իրան, կուղարկեմ քո հետևից։ Մեկը Մոսկվայում պետք է մնաք, մինչև ձեր թղթերը կարգավորվի Ամերիկա մեկնելու համար։ Ես առանց Նարեկ ոչ միտեղ չեմ գնա։ Լսի, դու արի մի բարդացրա, հա։ Դու գնա, ես կուղարկեմ վաղը Նարեկին։ Բայց ախր Սոնա, ես տեղ եմ։ Ես ամեն ինչ կանեմ։ Կուղարկեմ Նարեկին հետևիցը։ Հիմա դու գնա, որ ես հասկանամ, գոնե դու ապահով ես։ Հետաքրքիր մարդ ես։ Իմ ապահովությունը նշանակություն չունի, եթե Նարեկը հետս չի։ Լսի, Նարեկին կուղարկեմ, ասեցի վաղը կուղարկեմ, Սոնա։ Պետքա Եվային զանգեմ։ Հաստատ գնացել է Տաթևիկին տեսնի։ Լսի, ոչ մեկին մի զանգի, հա։ Ես ամեն ինչ կանեմ, խոսք եմ տալիս, կուղարկեմ Նարեկին հետևիցը։ Հիմա արի գնանք, ես չուշացնեմ քեզ 2 ժամից թռիչք տա։ Հա, ման ջան։ Հայկ ուր ես։ Ման կներես էլի այսօր մի քիչ գործեր ունեի, չկարողացա գամ։ Հա, բայց հարցաշարը մոտս էր, ուզում եի քեզ տայի։ Դե հա, դե վաղը կտաս։ Հիմա դու որտեղ ես, ասա ես կգամ։ Հա, հարմար է քեզ։ Հա, ժամանակ չունենք, ուզում եմ Իրիկունը արդեն սկսես պարապել։ Լավ, հեսա տեղը ասեմ արի։ Հա։ Գիտեմ, հա։ Նկուղ։ Հա, բայց կգտնեմ։ Հաստես մոտքի մոտ զանգի ես քեզ կդիմավորեմ։ Լավ, դե գալիս եմ։ Լավ։ Ես կգտնեմ դրան։ Այսօր վերջնական կփակեմ այս թեման, ամեն գնով կփակեմ այս թեման այսօր։ Դու մա ինչի ասիր, որ ստեղ կա։ Ախպեր բան պետք է վերցնեմ։ Հա բան պիտի վերցնես, գնա վերցրախ, ես ասում որ գաս։ Մեր քո համար ինչ տարբերություն, ամել չեմ ուզում քեզ մենակ թողնեմ։ Դες լուրջ է։ Ահա, գոնը մեզից մեկի մոտ թող լավ լինի։ Ինչ ես լացում։ Նենե։ Ինչ ես լացում, ինչ ա եղել, խոսա, զանգեցիր, բան չհասկացա։ Մամա, իսկ երեսմանը։ Ես ոնց ես ով արել։ Չգիտեմ, գոր։ Չգիտեմ։ Քանդածա, ջարդածա, ավիրածա գոր։ Լավ, հանգստացի։
Պարզենք ամեն ինչ։ Կհասկանանք ինչա կատարվել։ Բայց ով, ախր ով կարար նման բան աներ։ Քորս արդեն սրբապղծությունը սենց չի կարելի։ Ես կպարզեմ ամեն ինչ։ Խոստանում եմ, խնդրում եմ, հանգստացի հիմա։ Պահակից կհարցնենք, ինքը երևի ինչ-որ բան կիմանա։ Գորես, ես գուշակում եմ, թե սրա հեղինակը ով է։ Ով։ Պապաս։ Գնելը։ Ինչի համար, ինչի պետք է սենց բան աներ։ Կոր պապան ատում է մանային հասկանում ես, ատում է։ Ինքը երբեք չի ուզեցել, որ ես այստեղ գամ։ Լավ, հանգստացի նենեկ։ Խնդրում եմ, հանգստացի։ Որ հասկանում ես, սա միակ տեղն էր, որտեղ ես կարողանում էի ինձ հանգիստ զգալ, հանկեղծ զգալ, բայց հիմա ես էլ չկա։ Քոր ես չեմ հասկանում, ինչի է պապան ուզում ինձ ամեն ինչից զրկի, ինչի, ես չեմ հասկանում։ Ինձ չի թվում, որ ձեզ գնելը սենց բան կաներ։ Հելով պետք է նման բան ուներ, Գոր։ Կիմանանք։ Չգիտեմ, բայց կիմանանք։ Հանգստացի հիմա։ Ես չեմ կարա տեսնեմ, ոնց ես լացում, մի լացին, նենետ հանգստացի հիմա։ Կարող է էլի չգա։ Չէ կգա, չի կարող չգալ գործերոնի։ Հուսանք անցած անգամը նման չեմ սպասի երկար ու անիմաստ։ Իսի կարաս մի քիչ թեթև տանես։ Այս գործը չես ուզում։ Ուզում եմ, բայց ինչքան կարելի է սպասել քո Արսենին։ Հանգստացի, հիմա կգա։ Կարևորը դու քո գործը լավ իմանաս։ Չեմ հասկանում, ես քո համար եմ աշխատելու, թե Արսենի։ Արսենի ու իմ։ Կարևորը մեկը մյուսի հետ չխառնես, լավ։ Դու պետք է գաս ինձ ամեն ինչ պատմես։ Արսենին ով է զանգում, ում հետ է խոսում, ուր գնաց, ով այստեղ գալիս իմ բացակայության ժամանակ։ Մի խոսքով լինես իմ աչքերն ու ականջները, հասկացար։ Բա որ գլխի ընկնի։ Դա այնպես արա, որ չընկնի։ Բա որ չընդունեց։ Հանգստացի ես ինչի անում եմ։ Բարև։ Բարև։ Ծանոթացի Արսեն, քո նոր քարտուղարուհին է, Կարինա։ Կրթություն, աշխատանքային փորձ։ Ամեն ինչ տեղում է։ Ու կարևորը, որ ինձանից 10 րոպե շուտ գաս։ Անես այն ինչ հարկավոր է ու արա, առանձնավելով հարցերի։ Ու տեղում լինես ճիշտ բան, որ ամբողջ օֆիսով քեզ ման չկա։ Հանգիստ եղեք, ես պարտաճանաչ մարդ եմ, խնդիրներ չեն լինի։ Բարև ձեզ, կարելի է։ Ինչ հարց։ Աշխատանքի։ Ես հայտարարություն եմ կարդացել քարտուղարուհու աշխատանքի համար։ Ճիշտ եմ եկել։ Կներես էլի, որ ստիպված եղար ստեղ հասնես։ Ոչինչ, կարևորը որ սրանք քեզ մոտ լինեն։ Դե արի գնանք ներս, համ էլ կտենաս հավես տեղը։ Նկուղ։ Հա, տենց անունն ան նկուղ, բայց կայֆ տեղը։ Արի գնանք, համ էլ չինոնել անվեղ։ Չէ, մի ուրիշ անգամ։ Ես գնամ։
Լավ, դե ճանապարհ եմ գոնե։ Չէ, հանգիստ գործերի տեղ է, ես կգնամ։ Ման կներես էլի, իրոք այսօր շատ խառն եմ, գործել չեմ գնացել։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, դու գնա տուն, ես քեզ կզանգեմ։ Լավ, վերցրու։ Ես տենց էլ գիտեի, որ քեզ տեղ կգտնեմ։ Ինչի տենց կորած եմ։ Դու չէ, բայց այն ընկերդ կորած է։ Երկու օր չկա, չի երևում։ Հետո ինչ։ Հետո որ հետը խոսալու բան եմ ու շատ լուրջ։ Ափսոս, այսօր չստացվեց։ Այդ դու չես որոշում։ Բա ով է որոշում։ Արի դու գնաս տեից ու խնդիրներ ման մի արի, հա։ Մանեին ես հետևել։ Հա, իրան եմ հետևել, հարցեր կա։ Արա ինչ եք ուզում դու ընկերդ այդ երեխեքից։ Միամիտ երեխա եք գտել։ Հենց սխալ եմ ասում։ Թե ես կարող է գիտես չեմ ջոգում, որ այդ մի մատ երեխեքից ինչ եք ուզում, արա։ Մտներիդ ինչ կա, արա։ Ես ինչ անում, մանո։ Всё, Чиня! Վանելու եմ սել աղբեր այդ երկին գբերվոր։ Всё, որացել ես աղբերդ ինչ ասում, թարգի։ Արա սաղես ես մեղում։ Քոլ եմ մորթելու եմ սերանարա։ Всё, դու իրական պատճառները լավ է գիտես հանգստացիլ է։ Արա չեք մորթելու, արա։ Արել նայ որ մեծ մեծ խոսում, թարգի։ Այստեղ արա։ Էլի գնաս տեից, արա։ Ու հիշի, մի անգամ ես ես բանանես չինոն չի ասնելու վերջը, տա ես եմ անելու, արա։ Արա ով եք դու կարա։ Ո՞ր եք անում, արա։ Երկոքով մեկի վրա եք ասնում, արա։ Ես ինչ երամ ասել։ Արի գնեմ ներս կասեմ։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամառացի են, հանել ենք հետ ներսենք, տանեմ։ Կերամամառացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամառացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Տնտեսագիտականը կարմիր դիպլոմ է։ Այո։ Ու քարտուղարու աշխատանք։ Ինձ հիմա շատ շտապ աշխատանք ա պետք։ 3 լեզու։ Լուրջ պրակտիկա բանկում։ Չգիտեմ։ Մայա, քո մոտ տեղ չկա։ Չէ, Արսեն, իմ մոտ տեղ չկա։ Ինձ քարտուղարու աշխատանքն է բավարար։ Այսինքն ես նկատի ունեմ, որ հասկանում եմ ձեզ։ Արսեն չեմ հասկանում, ինչեր ժամանակ կորցնում։ Կարինան այս աշխատանքի համար 2 օր գալիս է, որ քեզ հանդիպի։ Տեղեկ եմ Մայա։ Ինչ ես այդքան եմ այդ ռեզումեն, անգիր ես անում։ Վիկա, չէ։ Անկեղծ ձեր որակավորումը շատ բարձր է, քարտուղարու համար։
Այսինքն չեք ընդունում։ Չէ, չենք ընդունում։ Մենք 2 օր արդեն Կարինային ենք ընդունել։ Այնպես որ կներեք ու ցտեսություն, լավ։ Ներողություն եմ խնդրում։ Եթե արդեն ուրիշին եք ընդունել, ներեցեք։ Սպասեք։ Ես դեռ ոչ ոքի չեմ ընդունել։ Արսեն։ Դուք այսօրվանից կարող եք անցնել աշխատանք։ Իսկապես։ Բա ես։ Արսեն Կարինան այս գործի համար շատ հարմար է։ Մայա, այս խոսակցությունը արդեն շատ է երկանում։ Իսկ ես պարապ չեմ, լիքը գործ եմ։ Իսկ դուք կարող եք անցնել գործին։ Սիրով։ Արի, կարի։ Ես անչափ շնորհակալ եմ։ Ձեր աշխատանքը լավ արեք, էլ շնորհակալության կարիք չի լինի։ Ես ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ։ Իսկ հիմա անցեք գործի, ձեր աշխատասեղանը ձեզ է սպասում։ Լավ։ Բաս մեր չի կարա չընդունի, դու արդեն ընդունել էիր։ Դե հիմա այսպես ստացվեց։ Չգիտեմ, դա որտեղից հայտնվեց։ Սպասի, հա, մի վայրկյան։ Լսի, հիշի, դու այստեղ ժամանակավոր ես։ Արսենը 10 օրվա մեջ 10-րդ քարտուղարին է փոխում։ Այնպես որ շատ մի ոգևորվի, լավ։ Ես կփորձեմ այնպես աշխատել, որ լսի քո աշխատանքը մաքսիմում սուրճ դնելն է։ Այնպես որ քեզ շատ կարևորություն մի տուր, լավ։ Արի, կարի։ Պիտի իմանաս։ Նենետ, հաստատ ես քանն էին։ Նենետ։ Ասում թղթերը հաստատ ես քանն էին։ Հա, Ագնես, քո ուզածն եմ բերել էդ, չի։ Ինչ ա եղել քեզ, ինչ ա կատարվում, շատ լարված ես։ Ուշացավ պապան։ Չի ուշանում, նորմալ ժամն է այսա կգա։ Բարև ես։ Ես բոլորդ հավաքվել եք։ Ինձ եք սպասում, հա, ուշակեցի։ Հա, ես աղջիկը դու սպասուհիդ։ Հա, բարձր։ Ուրեմն հավաքվել եք, բայց տրամադրություն չունեք։ Պապ, դու ես արել։ Ինչ է բալես։ Պապ, ես այսօր մամայի գերեզմանին էի գնացել։ Հա, հետո։ Պապ, խնդրում եմ, անտեղյակ մի ձևացի։ Պապ, դու ես ասել, որ քանդեն մամայի գերեզմանը։ Ինչ ասել։ Ոնց կարելի է։ Ես արդեն չափազանց էր։ Ինչ չես ուզում, ես ոնց կարելի նման բան անել։ Պապ, մամայի գերեզմանը քանդած էր։ Ավիրած էր, պապ, քարերը ջարդած էր։ Չկար գերեզմանը, հասկանում ես։ Ոնց։ Չես կարծում, որ ես դաս բան կարամ անեմ, հա։ Ինչ է նշանակում քանդած ավիրած։ Տենց, պապ, քանդած էր, ավիրած էր, չկար գերեզմանը։ Չես լսում, ասում եմ ավիրած էր։
Երդվել էի, որ հետ չեմ նայի։ Երդվել էի, որ կփոխեմ ամեն ինչ։ Բայց կյանքն ուրիշ ծրագրեր ունի։ Անուն ինչի արժի փոխել կյանքը։ Անուն սիրո, անուն ընկերության, անուն ես աշխարհում ունեցածդ միակ հարազատ մարդու։ Իսկ անուն ինչի արժի պայքարել ու գնալ մինչև վերջ։ Անուն վրեժի, անուն ճշմարտության, անուն արդարության ու այս կյանքում միակ հարազատիդ փրկության։ Ժամանակներ են, երբ թշնամին ու հարազատը նույն դեմքն ունի։ Ժամանակներ են, երբ պետք է ընդունես օտար լինելդ, որ կարողանաս գտնել իսկական հարազատներին։ Ժամանակներ են, երբ վրեժը կարևոր է ամեն ինչից։ Պատասխաններ ստանալու ժամանակներ են։ Ալինա, ինչ ես նման բան թույլ տալի քեզ։ Գնել, ես այս ամեն ինչի հետ կապ չունեմ գնել։ Լուրջ, բա առավոտյան ուր էիր։ Դու կարծում ես, որ առավոտ շուտ ես գնացել եմ իմ ձեռքերով քանդել եմ այդ գերեզմանը։ Դու կարող էիր վերահսկել։ Ինքերուհուդ աշխատանքի չի վերցնում, դրա համար մեղված ես տենց։ Քարտուղարուդ հանի, Կարինային ընդունի։ Դրամաբանական է, ճիշտ է ասում։ Սա մեր գործնակ։ Կլինի չխառնենք։ Հասկանում ես ում հետ ես խոսում։ Դուրը բացա, բայց ինքս դե չի։ Հա, տարօրինակ։ Տարօրինակ չի, ես եմ ստե։ Եվ, Էրոն, Չինոյի աղբորն եք ուզում գտնեք։ Ինչի, կորել է։ Չէ, չի կորե։ Ես այսօր մեծ ստավկա եմ արել։ Դու պետք է այսօր կրվես։